Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական և կանխատեսող թողարկումը պարզապես կկանգնեցնի ձեր արյանտ շրջանառությունը, քանի որ մենք հասել ենք սերիալի այն գագաթնակետին, որտեղ կյանքն ու մահը բաժանվում են ընդամենը 1 վայրկյանով ու 1 չարձակված փամփուշտով։ Այն, ինչ այսօր կկատարվի էկրաններին, կփոխի բոլորի ճակատագրերը և կստիպի անգամ ամենամեծ ստախոսներին գնալ աներևակայելի անձնազոհության։ Ամեն ինչ սկսվում է մակունցների կայսրության ներսում տիրող ճաքերից։ Իննան, ով տարիներ շարունակ աչք էր փակել ամուսնու մութ գործերի վրա, այլևս չի դիմանում այս արյունահեղությանը։ Նա փորձում է Հունանին հետ պահել հնարավոր նոր հանցանքներից ու սպանություններից, փորձում է արթնացնել նրա մարդկային խիղճը, բայց Հունանն արդեն կուրացել է վրեժից։ Նա չի զիջում ոչ ոքի ու ոչինչ։ Տեսնելով ամուսնու հրեշավոր համառությունը, Իննան կայացնում է ծանր որոշում։ Նա ուղիղ նայում է Հունանի աչքերին և ասում, որ այս դաժան պատերազմում ինքը նրան մենակ է թողնում, և թող հետո Հունանը չմեղադրի իրեն այս ամենի հետևանքների համար։ Իննան շրջվում և հեռանում է գրասենյակից, Հունանին թողնելով մենակ իր դևերի հետ։ Իսկ Սարգսյանների տան դիմաց իսկական ողբերգություն է։ Քիչ անց Մանանն ու ընտանիքի մնացած անդամները հայտնաբերում են Դավիթին դարպասների առաջ կիսամեռ արյունլվա ընկած։ Տեսարանը սարսափելի է։ Մանանը, ում նյարդերն արդեն տեղի են տվել, այս ողջ մղձավանջի և տեղի ունեցածի մեջ սկսում է դաժանաբար մեղադրել Լեային, վիրավորելով ու հոգեբանորեն ճնշելով նրան։ Բայց Լեոն ժամանակ չունի վիճաբանությունների համար։ Նա սառնասրտորեն եղբորը ներս է տանում, համոզվում է, որ Դավիթի կյանքին անմիջապես վտանգ չի սպառնում և առանց վայրկյան կորցնելու արյունը գլխին խփած գնում է ուղիղ Հունանի մոտ։ Եվ Հունանը հենց նրան էր սպասում։ Իր աշխատասենյակում նստած նա սպասում է Լեոյին ատրճանակը ձեռքին, ճիշտ այնպես, ինչպես հարիր է իսկական սառնասիրտ մարդասպանին։ Լեոն մտնում է ներս և սկսվում է մահացու վիճաբանությունը։ Լարվածությունն այնքան է մեծանում, որ Հունանը քաշում է ձգանն ու կրակում Լեոյի ուղղությամբ, բայց զենքը խափանվում է, փամփուշտը չի արձակվում։ Հենց այս վայրկյանին Լեոն վերջնականապես հասկանում է, թե ինչի է ընդունակ Հունանը, նա իսկապես պատրաստ է սպանել իրեն։ Այս ընթացքում Սարգսյանների տանը մնացած Լեան, խուճապահար ու վախեցած Մանանի ճնշումներից ու վիրավորանքներից, ահավոր վիճակում զանգահարում է Գրիշոյին։ Նա աղերսում է եղբորը շտապ գնալ հոր աշխատասենյակ և փրկել իրավիճակը, որպեսզի Հունանը հանկարծ չսպանի Լեոյին։ Գրիշոն, հասկանալով վտանգի լրջությունը, անմիջապես ուղևորվում է հոր մոտ։ Սակայն ճանապարհին ճակատագիրը նրան կանգնեցնում է ամենադաժան ընտրության առաջ։ Զանգահարում է Մաշը ու լացելով հայտնում, որ իր մոտ ուժեղ ցավեր են սկսվել, և ինքը շտապ պետք է տեղափոխվի հիվանդանոց։ Լեոյի կյանքի ու իր ապագա երեխայի կյանքի միջև Գրիշոն առանց վարանելու ընտրում է իր երեխային։ Նա շրջում է մեքենան, գնում Մաշի հետևից և նրան տեղափոխում կլինիկա։ Հիվանդանոցում բժիշկները Գրիշոյին հայտնում են սարսափելի լուրը՝ վիժման վտանգը չափազանց մեծ է, և Մաշը պետք է մնա խիստ հսկողության տակ։ Գրիշոն հայտնվում է ահավոր հուսահատ վիճակում։ Նա խելագարվում է այն մտքից, որ կարող է այս անգամ էլ երկրորդ անգամ արդեն կորցնել իր սեփական երեխային։ Մինչ Գրիշոն պայքարում է իր չծնված մանկան համար, Հունանի աշխատասենյակում դրաման հասնում է իր գագաթնակետին։ Հունանը ատրճանակը դեռ Լեոյի վրա պահած զանգահարում է Լեային։ Նա շանտաժի է ենթարկում դստերը, հայտարարելով, որ եթե Լեան հենց հիմա չգա իր մոտ, ապա ինքը տեղում կսպանի Լեոյին։ Սարսափած Լեան անմիջապես դուրս է վազում Սարգսյանների տանից, վազելով փրկելու սիրելիի կյանքը։ Լեոն վախեցած և անշարժ կկանգնի ու կսպասի Լեային, բայց նա հերթական անգամ թերագնահատել էր
Սարգսյանների արյունը։ Լեոն, հասկանալով, որ կորցնելու այլևս ոչինչ չունի, անսպասելիորեն հարձակվում է Հունանի վրա և սկսում պայքարել ատրճանակը նրա ձեռքից խլելու համար։ Քաշքշուկը մահացու է, բայց Լեոին չի հաջողվում տիրել զենքին։ Եվ հենց այս օրհասական պահին աշխատասենյակ է մտնում Ավոն։ Տեսնելով, թե ինչ է կատարվում և որ Լեոյի կյանքը մազից է կախված, Ավոն, այն մարդը, ով իր ողջ կյանքում միայն ստել ու խաղեր է խաղացել, անում է աներևակայելին։ Նա ցատկում է Հունանի վրա, իր կրծքով պաշտպանելով Լեոյին։ Զենքը կրակում է, Հունանը կրակում է Լեոյի ուղղությամբ, բայց Ավոն առաջ ընկնելով փրկում է իր արյունակից եղբոր որդու կյանքը։ Փամփուշտը խոցում է Ավոյի ոտքը։ Ավոն արնաշաղախ ընկնում է գետնին։ Լեոն շոկի մեջ քարանում է, չհասկանալով, թե ինչու այս մարդը նման անձնազոհության գնաց հանուն իրեն։ Եվ ճիշտ այս սարսափելի պահին աշխատասենյակ են ներխուժում Լեան ու Ինան։ Տեսարանը կանգնեցնում է բոլորի շնչառությունը՝ գետնին արնահոսող Ավոն, շոկի մեջ գտնվող Լեոն, զինված Հունանն ու Շեմին քարացած կանայք, բոլորը ապշած իրար են նայում։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Ավոյի այս անձնազոհ քայլը վերջապես կստիպի Լեոյին և Սարգսյաններին ներել նրան։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններ բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին առաջինը տեղեկանալու սերիալի ամենաթեժ զարգացումներին։ Շնորհակալություն դիտելու համար։